ՍԴ գործող որպես երրորդ կողմ ներգրավվել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Նույն տրամաբանությամբ չպետք է մյուս մասնակից ուժեր Ճիշտ է։ ներգրավել, ու սա ՍԴ նախկին դատավորները նշում են, որ նախադեպային որոշում է ՍԴ-ի կողմից, քանի որ նախկինում բան պրակտիկա չի եղել, որ ընդդիմության մասնակից երրորդ որևէ ուժի որպես երրորդ կողմ ներգրավել ընդդիմությունների, սա ինչի մասն է։ Խնդրում եմ հաշվի առեք, որ նաև ես կարծես չեմ հիշում դեպք, որ 7 ուժ դիմի սահմանադրական դատարան, սա իսկապես աննախադեպ է։ Եվ ես սա կարևորում եմ, որովհետև երբ մենք խոսում ենք, որ ընտրությունները ազատ եւ հավասար պայմաններում չեն եղել, դա փաստորեն առնվազն այլևս իրավական փաստ որպես հանդիսանում է 7 ուժերի կողմից դիմում ներկայացնելու տեսանկյունից։ Մյուս հանգամանքը, արդյոք պետք է այլ ուժերը, որոնք չեն դիմել սահմանադրական դատարան, բայց սահմանադրական դատարանի կողմից ճանաչվեին որպես երրորդ անձ։ Այո, կարող էին եւ պետք է ճանաչվեին։ Հակառակ դեպքում հասկանալի չէ, ինչի համար է քաղաքացիական պայմանագիրը հենց նման կարգավիճակ ստանում։ Միակ բացատրությունը, որը սահմանադրական դատարանի որոշման մեջ տեղ չի գտել, բայց եթե դա բարձրաձայնեն, ինչ որտեղ դա ընդունելի կլինի։ Եթե սահմանադրական դատարանը եւս առ երևույթության, այսինքն այս նախնական փուլում արդեն իսկ տեսնում է, որ հիմնական խախտումների հեղինակը հենց քաղաքացիական պայմանագիրն է, այդ իսկ պատճառով որպես երրորդ անձ ներգրավում է, որ այսպես ասած հակառակ կարծիքն էլ լսի։ Բայց չեմ կարծում այդպես արձանագրի սահմանադրական դատարանը կամ կարող է բոլորին զարմացնել։ Հարգելի գործընկերներ, ես շատ շնորհակալ եմ